Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հուլիսի 13-ն է 2026 թվական։ Իհարկե կխոսենք ներպետական իրադարձություններից, կարևոր թեմաներից են նաև իրանական պատերազմը, որ տեսնում ենք նոր լարվածություն է կապված Ամերիկա Միացյալ Նահանգներ Իրան Եվ բացի դրանից էլ ուկրաինական պատերազմը, որ էլ նոր իրավիճակի առաջացել, դրանով պայմանավորված տեսնենք ինչ է կատարվում։ Քանի որ Նիկոլ Փաշինյանը գնացել է արձակուրդ եւ վայելում է իր արձակուրդը, բնական է ակտիվացել է Իլհամ Ալիևը Հայաստանի հետ կապված հարցերը բարձրացնում, հարցեր է լուծում, ցուցումներ է տալիս, թե բա ով անի։ Վերջը հիմա հասկանանք ի վերջո ասածը ինչ է։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 40,000 տոննա տարբեր բեռներ Ռուսաստանից եւ Ղազախստանից։ Բացի այդ, Ադրբեջանն ինքն է սկսել նավթամթերք մատակարարել Հայաստանին։ Իդեմս Ադրբեջանի Հայաստանը ստացել է մատակարարումների հուսալի աղբյուր։ Եթե նման հնարավորություն չլիներ, Երևանը ստիպված կլիներ անհրաժեշտ ռեսուրսներ փնտրել ամբողջ աշխարհում։ Այսինքն, ինքը ցույց է տալիս, որ այս լարված իրավիճակում Հայաստանին ձեռքամեկնել Իլհամ Ալիևը, այսինքն եթե ինքը չլիներ, Հայաստանը լուրջ խնդիրներ էր ունենալու։ Եվ պատահական չի, որ քանի որ Ադրբեջանի դերակատարությունը խիստ կարևորում է Նիկոլ Փաշինյանը, այս առիթով էլ Ալիևը հիշեցնում է, որ իմ շնորհիվ է, որ դուք ձեր խնդիրները լուծում եք։ Իհարկե, եթե մենք ուրիշ այլընտրանքային լուծումներ չփնտրենք, հետո վերջում փաստի առաջ կանգնենք, բնական է Ադրբեջանի արածը կերևա որպես փրկություն, մարդկանց էլ կասեն, բա որ ասում ենք Ադրբեջանի հետ լավ լինենք, բա որ ասում ենք խաղաղություն, տեսակ իր շնորհիվ ենք անում։ Իսկ եթե իր շնորհիվը վաղը չուզենա չանի, մենք մեկը այլընտրանք փաստորեն չենք ունենա։ Ոնց որ Ալիևն ասում է, դռներն ընկած պետք է մանգայիք ինչ որ բան գտնեիք։ Բայց դրանով չի ավարտում, շարունակում է։ Իլհամ Ալիև Ադրբեջանի ինքնիշխանության վերականգնումը Հայաստանի եվրոինտեգրման ձգտումներն ու դրանց հետ կապված փոփոխությունները քաղաքական գործիչներից եւ փորձագետներից պահանջում են նորովի նայել տարածաշրջանին։ Տարածաշրջանում ի հայտ են եկել ազդեցության նոր կենտրոններ եւ տարբեր, երբեմն հակադիր շահեր։ Ալիևը նաև հայտնել է, որ նախկինում եվրոպացի գործընկերների ուշադրությունն է հրավիրել այն իրավիճակի վրա, երբ արևմտյան երկրները իր գնահատմամբ ակնհայտ կողմնակալություն են ցուցաբերել Հայաստանի օգտին։ Իհարկե առաջի դեպքը չի, որ արևմուտքին մեղադրում Ալիևը կողմնապահության մեջ, բայց դրանով ոչ պրծանք հիմա եզրակացություններ է անում։ Ալիևը կոչել հրաժարվել Հարավային Կովկասը որպես դիմակայության թաթերաբեմ ընկալելուց եւ հայտարարել, որ Բաքուն թույլ չի տվել իր երկրին ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ։ Այժմ կարծում եմ նույնը պետք է անեն նաև մեր հարևանները, ընդ որում ոչ թե խոսքով, այլ գործով։ Այսինքն իր հարևան Հայաստանին նկատի ունի առաջերտին, որ չպետք է աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ ներքաշվի, ոչ թե խոսքով, այլ գործով, բայց ինչի նկատի ունի։ Տարածաշրջանի կայունությամբ եւ զարգացմամբ շահագրգիռ պետությունները պետք է հարաբերություններ կառուցեն Հարավային Կովկասի բոլոր երկրների հետ, այսինքն դիտարկեն դա որպես մեկ ընդհանրություն։ Ձեզ ծանոթ է, չէ՞, ռեգիոնալ քաղաքականությունը Նիկոլ Փաշինյանի ասած։ Միայն այդ դեպքում շեշտադրումները ճիշտ կդրեն եւ հերթական հիասթափությունը չի առաջանա այն պատճառով, որ դարձյալ սխալ խաղադրույք են կատարել, ընդգծել է Ադրբեջանի նախագահը։ Այսինքն, Ադրբեջանի նախագահը գտնում է, որ արևմուտքը, որը խաղադրույք է կատարել Հայաստանի վրա, դա սխալ խաղադրույք է կատարել, տարածաշրջանը փոխվել է եւ ռեգիոնալ քաղաքականություն պետք է վարվի բոլորով միասնական։ Այդ ռեգիոնալ քաղաքականության դիրիժորին հիմա ինքը ուղակի եկավ բեմ եւ գլուխ տվեց եւ ասեց՝ «Էդ ես եմ»։ Այդ որ այդքան ասում է, «Էդ ես եմ»։ Որ Նիկոլ Փաշինյանին ասում է ռեգիոնալ քաղաքականություն պետք է վարվի, մենք մեր հարցերը մենք պետք է լուծենք, մենք մեզանով պետք է լուծենք եւ ով էլ որ մեր հետ հաշվի նստի, պետք է հաշվի նստի բոլորի հետ միասին։
Այսինքն երբ որ ինքը դժգոհում է, որ Եվրոպան դիտարկել է Հայաստանին որպես խաչվող ուղիների կենտրոն, ոնց կարող է պատահի Հայաստանը խաչվող ուղիների կենտրոնը լինի, Հայաստանը տենց հնարավորություններ չունի, բայց այն դեպքում երբ որ դու համարում ես, որ այս կողմը դու ես, այն կողմը նա է, էլի դուք եք, մեջտեղը Հայաստանն է, բա կենտրոնը մեջտեղը չի լինում, ինչն են եվրոպացիները սխալ ասել։ Առանց Հայաստանի հետ այդ հարաբերությունը կարգավորելու հնարավոր չէր Ադրբեջանի եւ Ադրբեջանի մյուս տարածքով Թուրքիայի հետ կարգավորել։ Դրա համար իրանք կենտրոնական դերակատարություն տվել են Հայաստանին, լուծելով Հայաստանի հարցը, լուծում են մնացած հարցերը։ Եվ նաև որ Հայաստանի ինքնիշխանությունը չոտնահարվի եւ նաև Հայաստանի շահերը հարգվեն։ Այո, այդ ճանապարհը իրանց շատ հետաքրքրում է, շատ զարմանալի կներ, որ չհետաքրքրեր, բայց եւ հետաքրքրում է նաև Հայաստանի աշխարհագրական այն դիրքը, որ եթե իրանք Հայաստանում ներկայացված լինեն որպես կենտրոն, հարավ, հյուսիս, արևելք, արևմուտք իրանց համար շատ լուրջ դիրք է։ Իսկ Ալիևն ասում է, չէ, լուրջը մենք ենք եւ մեզ հետ միասին պետք է այդ ամբողջ խնդիրները նայել, բայց Ալիևը չի պատրաստվում Եվրամիության հետ թեպետ այդքան առևտուր անում, այդքան աշխատում է, այնպիսի գործընկերություն պատկերացնի, ոնց որ մենք կուզենանք, որ Հայաստանը պատկերացնի, այսինքն ասում է Հայաստան մոռացի, եվրոպացիք սխալ խաղադրույք են կատարել։ Իրանը մեզ ասում է Եվրոպայի հետ գործ չունես, Ռուսաստանն ասում է գործ չունես, Ադրբեջանն ասում է գործ չունես, Թուրքիան ասում է գործ չունես։ Բա Հայաստանի ինքնիշխանությունը որտեղ մնաց։ Եթե ոչ մեկի շահերից չի բխում Հայաստանի եվրոինտեգրացիան, բայց այդ պարագայում էլ մենք տեսնում ենք, որ տարածաշրջանում էլ նույն Ալիևն է խոստովանում, որ հակասություններ կան, չէ, բայց այդ պարագայում դուք ձեր հարցերը լուծել եք, դուք տարածաշրջանում հաշվի նստում եք Իրանի ֆակտորի հետ, չեք կարող, չէ, չնստեք, բայց ինչ գիտեք ինչ հալնելու։ Հայաստանին մեղադրել, որ ինքը որոնումների մեջ է, որովհետև հինը չի գործում։ Այսօր Ալիևն ասում է նոր իրավիճակը առաջացել պատերազմից հետո Կովկասում, հասկացանք հարավային Կովկասում նոր իրավիճակը, բայց ով է ասել, որ այդ նոր իրավիճակը, որ առաջացել է, ամեն ինչ իր տեղն է անգել, Հայաստանը իր զարգացման խնդիրներն էլ է լուծել, ճիշտ ճանապարհը ունի, բացի այդ էլ նաև լուծել է անվտանգության խնդիր եւ այլն։ Հնարավոր է այս ժամանակ անվտանգությունը առաջնահերթ չհամարել, չենք տեսնում կողքներս ինչ կատարվում, անապատային երկրները դարձրել էին ինչ օազիս դրախտ էին դարձրել, տեսակ ինչ եղավ մի քանի հարվածից հետո, նրանց ամբողջ այդ բիզնեսը, որ կառուցած էր այդ բարեկեցության, այդ անվտանգության վրա, ոնց կարող է պատահել մենք դա հաշվի չառնենք։ Եվ ինչ է շարունակում Ալիևը, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև բարեկամությունն ու եղբայրությունն անխախտ են, իսկ ադրբեջանցի եւ թուրք ժողովուրդները կիսում են այդ տեսակետը։ Ադրբեջանն ու Թուրքիան ոչ միայն եղբայրական եւ բարեկամ երկրներ են, այլև դաշնակիցներ։ Եթե մեր երկրներից մեկի համար սպառնալիքն առաջանա, մյուսը կմոբիլիզացնի իր ողջ ներուժը, այդ թվում ռազմական, իսկ դաշնակցին պաշտպանելու համար։ Իհարկե վերջապես մի անգամ խոստովանեցին, որ թուրքերն ու ադրբեջանցիները միազգ չեն, ասում են միազգ երկու պետություն, մեռանք բացատրելով, որ դուք միազգ չեք Թուրքիայի հետ, դուք սկի միազգ չեք հյուսիսային Ատրպատականի էթնիկ ադրբեջանցիների հետ։ Այդ աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով ասեք սրա հետ ենք միազգ, նրա հետ ենք միազգ։ Հիմա արդեն ոնց որ հասկացաք, որ բարեկամ եք, եղբայր եք, բայց միազգ չեք, մի պետություն չեք։ Բայց հարցը դա չի, հարցը նա է, որ ասում է ինչ էլ լինի, մենք միասին ենք, մենք միասնական ծրագիր ենք անում, որին ինչ որ բան սպառնած, մյուսը պաշտպանելու։ Այսինքն Հայաստանը, որ ինչքան է չարչարվում է Թուրքիային, ասի պատրաստ եմ ժեստեր անեմ, որպեսզի այդ ժեստերի արդյունքում նորմալ հարաբերություն լի Թուրքիայի հետ ինչ որ միտեղ երկրորդ պլան Ադրբեջանին մղելու, Ադրբեջանը բացատրեց, մոռացեք այդ հեքիաթը, դա չի լինելու, մենք միասնական ենք հանդես գալու։ Նույնիսկ Ադրբեջանը եւ Իսրայելը ունենալով շատ սերտ համագործակցություն, եթե խոսքը վերաբերում էր Թուրքիայի շահերին, Ադրբեջանը Իսրայելի դեմ հանդես եկավ, այսինքն այդ մոտիկության արանքը ոչ ոք չի կարող մտնի, ուր մնաց թե Նիկոլ Փաշինյանը մտնի, ասի ես նենց ծառայություն կմատուցեմ Էրդողանին, որ ավելի կարևոր կլինի նրա համար, քան Ալիևը կամ Ալիևին
ավելի կարևոր, քան Էրդողանը։ Ավելի պարզ էլ ինչ բացատրեն Արցախուրդում գտնվող Փաշինյանին, թե մեր շուրջ իրականում ինչ է կատարվում։ Իսկ հիմա նայենք Իրանի հետ կապված, երբ որ տարածաշրջանից ենք խոսում, այն որ հենց դրան ենք անդրադառնում, ԱՄՆ զինված ուժերը իրանական Քեշփ կղզու ուղղությամբ արձակել են 10-ից 11 հրթիռ, բոլոր թիրախները ռազմական էին։ Ամերիկյան զինված ուժերը հարվածներ են հասցրել իրանական հրթիռային համակարգերին և հոբ համալիրներին, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մոտորանավակներին Հորմուզի նեղուցի շրջանում։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարված է հասցրել Քուվեյթի տարածքում գտնվող ամերիկյան ռազմաբազային և հայտարարել մի շարք ռազմական օբյեկտների ոչնչացման մասին։ Այս գործողությունը վրեժխնդրության օպերացիայի 4-րդ փուլն է։ Իրանական կողմի պնդմամբ հարձակման թիրախում է եղել ԱՄՆ հրթիռային բազան, որն օգտագործվել է քաղաքացիական օբյեկտներին հարվածելու համար։ Հարվածի հետևանքով ամբողջությամբ ոչնչացվել է HIMARS համազարգային կրակի 2 ռեակտիվ համակարգ, ինչպես նաև հրթիռային զինամթերքի պահեստներ։ Եվ հիմա արդեն նոր էսկալացիան, նոր զարգացումները, նորից հիմա էլ Ամերիկայից ենք լսում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփ, մենք Հորմուզի նեղուցը մեզ մոտ կպահենք և հավանաբար մենք այն կկառավարենք։ Մենք կդառնանք նեղուցի պահապանը, հնարավոր է մեզ անվանեն նեղուցի պահապան հրեշտակ, և դրա համար մեզ պետք է փոխհատուցում տրամադրվի։ Այսինքն հերթական անգամ Դոնալդ Տրամփը չի թաքցնում, որ իր ուշքն ու միտքը նավթի վրա վերահսկողությունն է իրանական, բացի այդ էլ Հորմուզի նեղուցով անցնող վարձավճար կգանձեն, թե վերահսկողություն կսահմանեն, որ անպայման այդ պատերազմի արդյունքում ինքը այդ վերահսկողությունը ունենա, բայց հարց է ծագում, այդ պատերազմից առաջ ազատ ճանապարհեր անցնում էին։ Հիմա անգամ խնդիրը չի դնում, որ այդ ճանապարհը ազատ լինի ինչպես մինչև պատերազմը, այլ խնդիրը դնում է, որ դա լինի Ամերիկայի վերահսկողության ներքո, որտեղ մի երկու օր առաջ էլ բացատրում էր, որ դա ոսկու հանք է ախր, ոնց կարելի է մի տեղից փող դուրս գա ու Տրամփի քունը տանի, ժողովուրդ ջան, բայց լրիվ ուրիշ բաներ չի ասվում։ Միջուկային պատերազմ, չի կարելի որ Իրանը միջուկային զենք ունենա, նրանք կարող է դա օգտագործեն, ի վերջո կրոնապետություն է, մարդիկ են զոհվում, էս ա լինում, են ա լինում, մենք հիշում ենք, չէ, ինչ էր ասվում։ Բայց հիմա պարզվում է, որ չէ, տվեք Հորմուզի նեղուցի վերահսկողությունը։ Դոնալդ Տրամփ, ԱՄՆ պատրաստում է լուրջ հարվածներ հասցնել Իրանին, մենք գործարք ունեինք, ոչ ոք չգիտի, որ մենք գործարք ունեինք, այն համաձայնեցված էր, իսկ հետո նրանք խախտեցին այն, բայց ով չգիտի։ Օրվա մեջ առնվազն մի քանի անգամ Դոնալդ Տրամփն ասում էր, որ համաձայնության ենք եկել, կետ առ կետ էլ պատմում էին, ամեն ինչ կետ առ կետ բոլորը գիտեին, ինչը չգիտեին, համաձայնագիրն է ստորագրել են էլ։ Մենք այս մարդկանց հետ 10 գործարք ենք ունեցել, այնպես որ պարզապես շատ ուժեղ կհարվածենք նրանց։ Հերթական սպառնալիքը հարվածելու եւ ինչպես տեսնում ենք, որ այո, հարվածներ երկուստեք լինում են, բայց դրանից դեռ առայժմ Իրանը չի պատրաստվում զիջել։ Իսկ դա մեզ համար խնդիր է, մենք միշտ ենք այդ մասին խոսում, որտեղ այո, մեզ համար խնդիր է։ Տարածաշրջանում այդ հարցը լուծված չի։ Այսօր էլ հերթական անգամ խոսում են, ասում են այդ թրիփի հետ կապված վերահսկողությունը լինելու է հայկական կողմինը, այսինքն մի անհանգստացեք, ամերիկյան կողմն է դա ասում։ Ասում ենք շատ ուրախ ենք ձեզ համար։ Որևէ մեկը չի ասում վերահսկողությունը հայկական կողմինը չի լինելու։ Խոսքը ուրիշ բանի մասին, հայկական տարածքը եթե հատեց, Հայաստանը բա պետք է վերահսկի, բա ինչ պետք է անի։ Որ տարածքը մենք չենք հանձնել բանին, որևէ կազմակերպության։ Ուղղակի այդ կազմակերպության մեջ 74%-ը Միացյալ Նահանգներն է, 26%-ը Հայաստանը, եւ որի հետ կապված մեր լիազորությունները բավական սահմանափակ են։ Իսկ Ադրբեջանն էլ ասում է, պետք է սարքավորում դնեք, ես ոչ մեկի երեսը չտեսնեմ։ Այսինքն էլի Հայաստանը վերահսկում է, բայց երեսը չեն տեսնում։ Հայաստանի վերահսկացնել այդ այն ընկերությունը, որ կարող է այդ տվյալները ունենա, բայց հարցը դա չի։ Մենք ասում ենք, լավ, ամեն օր խոսում եք թրիփի հետ կապված քայլերի մասին, այսօր էլ եք խոսում, ասում եք մի անհանգստացեք, Հայաստանի վերահսկողության ներքո է։ Կարողանում եք երաշխավորեք, որ այդ թրիփը աշխատելու է։ Իրանը ասում է, թրիփը չի լինելու, եթե մենք Ամերիկայի հետ համաձայնության չգանք։ Ամերիկայի հետ գործընկեր չենք, չի լինելու։ Բա մենք դա էլ ենք, չէ՞, դուք կարողանում եք դա փարատել։ Եվ որպեսզի կարողանայիք փարատեք, ամեն օր արաբական երկրները Ամերիկայի բարեկամ այդ հարվածները չէին ուտելու։
պահուտում են, չէ, ամեն օր դժգոհում են Իրանից, բայց չեն կարողանում հարցը լուծել։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից հայտնել են Հորմուզի նեղուցը բացելու պայմանները։ Նավագնացության համար Հորմուզը բացելու միակ ճանապարհը սեփական ափամերձ ջրերի նկատմամբ երկրների ինքնիշխանությունը հարգելն է եւ նեղուցի գործերին ԱՄՆ բանակի միջամտության դադարեցումը։ Ահա այն ինչ որ ունենք Իրանի հետ կապված, այսինքն գործնականում ոչ մի դրական տեղաշարժ չունենք։ Եվ այդ անորոշությունը, որ չգիտենք, դա ինչքան ժամանակ կտևի, չնայած հասկանում ենք, որ առաջիկա խաղաքարտերը կխառնվի թե Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքում, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսի, բայց մինչև այդ դեռ ժամանակ է անցնում, մինչև այդ լարվածությունը շարունակվում է, բայց հարցը լուծված չի։ Իդեպ Կնեսետը կարգարկվի հուլիսի 17-ին, ընտրությունները Իսրայելում տեղի կունենան հոկտեմբերի 27-ին։ Այն որ ասում ենք, որ վերջի ժամկետը հոկտեմբերի 27-ն, արդեն ասին, որ վերջի ժամկետի օրն էլ կլինի խորհրդարանական ընտրությունները, իդեպ արդեն ակնհայտ է, որ կառավարությունը այլևս առաջ չի տանում ցեղասպանության հետ կապված նախագիծը, որտեղ տեխնիկապես չի հասցնի, որովհետև հուլիսի 17-ին եթե գնում են, արդեն արձակվում են, մեկ էլ հոկտեմբերի 27-ին են գալու, այն ինչ որ մենք կանխատեսում ենք, շատերն ասում են, չէ, տեսեք ինչ են անելու, այ հիմա շատ արագ այդ հարցը լուծելու են այս կողմեկում ոգևորված բաներ էին անում։ Ես չեմ դիտարկում, թե իշխանությունները նրան ոնց են արձագանքում, դա իշխանությունների արձագանքն է, բայց ես ուղղակի նայում եմ, իրատեսական էր դա, որ կլիներ մինչև ընտրություններ, թե ոչ, եթե ոչ, որքանով էր դա մեր շահերից բխում, որ ներկայացնում է մի կառավարություն, որը գնացող է, մի կառավարություն, որը շատ լուրջ հակասություններ է առաջացրել աշխարհում եւ շատ քիչ բարեկամներ ու դաշնակիցներ ունի։ Գուցե այս ընտրությունների արդյունքում հաջորդը կգա այս մեկին կքննադատի, ուրիշ ծրագրեր կառաջարկի, եթե նրանք այդ ծրագիրը կշարունակեն, իմաստ կունենալ մտածել, որ դրա մեջ կարող է բարենպաստ բան լինի։ Եթե չէ, դա կթողեն անցյալին, ուրեմն նշանակում է իմաստել չունի դրա վրա առանձնապես ոգևորվել։ Իսկ հիմա նայենք Ուկրաինայի պատերազմի հետ կապված շատ կարևոր բաները, որ մենք պետք է հասկանանք ի վերջո ինչն է։ Այ ասում ենք նոր աշխարհակարգ է լինելու, բնական է լինելու է դրանից հետո եւ միևնույն ժամանակ շատ է լինում, երբ որ Ուկրաինայի հետ խոսում ենք, մեր հայրենակիցներն ասում են, ախր դուք չեք մտածում, որ Ռուսաստանում այդքան մեր հայրենակիցներն ապրում են, նրանց վիճակը չեք մտածում, որ Ռուսաստանին քննադատում եք եւ այլ, այտենց որ չկա, որ նման բան չասեն։ Ժողովուրդ ջան, մեր հայրենակիցները, որոնք ապրում են Ռուսաստանում, այդ նույն հայրենակիցներին այսօր մենք օգնում ենք, որ ցույց ենք տալիս, թե ինչի առաջ Պուտինը կանգնացրել այդ երկիրը։ Մենք ձեզ վնաս չենք տալի, ընդհակառակը։ Ձեզ վնաս տվողները գիտեք ովքեր էին։ Ձեզ վնաս տվողները նրանք էին, ով պատերազմը որ սկսել էր, հայկական ազգանունով գծվել էին համապետական ալիքները, Տիգրան Քյոսայանը, Մարգարիտա Սիմոնյանը, բանը այդ ռեժիսոր Կարեն Շահնազարովը, Սերգեյ Կարգանովը ինչ էին ասում, ավելի ռուս էին, քան ռուսները, պաշտպանում էին, մի քանի օրում, տեսեք ինչ, ոգևորված եւ այլ, առավոտից իրիկու ինչ էին ասում եւ մարդկանց ոգևորում, բայց վաղը մյուս օրը գիտեք ինչ ալնելու, վաղը մյուս օրը պետք է կանգնեն ու այդ մասին էլ եմ ես զգուշացրել պարբերաբար, ասել եմ ժողովուրդ ջան, այսօր հայերի անուններով տանում են ցույց են տալի, վաղը մյուս օրը պատերազմի մեղքը նույնիսկ Պուտինի կողք կանգնած մարդիկ պատերազմի մեղքը գցելու են Պուտինի վրա եւ գցելու են նրան սատարողների վրա ու շուռ են գալու նաեւ ում են մեղադրելու չեչեններին, որոնք ոգևորված մարտի դաշտում պաշտպանում էին Պուտինին, հետո հասկացան, որ դա իրանց ձեռնտու չէր, անիմաստ էր, կամած մի կողմ քաշվեցին, բայց գոնե չեչենները Ռուսաստանի կազմի մեջ են եւ հայերին, որ պետք է ասեն, այդ ինչ էիք ոգևորվել գնացել, մեզ էլ ոգևորում, մեր երեխեքին կոչանում գնան կոտորեն։ Տեսեք, պատերազմը մի քանի օրից ավարտվելու է եւ այլ, հատուկ նպատակային մեղքը գցելու են մեր ազգի վրա, բա դրա համար էինք ասում, մեռանք բացատրելով, որ առավոտից իրիկու, որ դուք լսում եք նաև հայկական ալիքները, ես պարբերաբար հիշեցնում եի, որ առաջի տեղը իմ ալիքը դիտում են
Հայաստանում, երկրորդ տեղը Ռուսաստանում, երբ որ սկսեցին Ռուսաստանից սահմանափակումներ մտցնել, Ամերիկան անցավ առաջ, երրորդ տեղը Ռուսաստանը, բայց այնուամենայնիվ շատ-շատերը ինֆորմացիա ասում են, ստանում ենք ձեր միջոցով, ձեր նման մարդկանց միջոցով, մենք կողմնակից չենք այս ամեն ինչի հետ, ասում ենք դա է լինելու ձեր փրկությունը, որ դուք Մարգարիտա Սիմոնյանի հետևորդը չեք, դա է ձեր փրկությունը, որ վաղը մյուս օրը որպես ազգ չասեն, դուք ազգ էիք, որը որ կանգնել էր Պուտինի բարբարոսություններ խրախուսում, բայց դրա մասին ենք խոսում, Հայաստանը համայն հայության հայրենիքն է, դա մեր դաժան ճակատագիրն է, այո, որ աբխազահայերը կռվել են իրենց անկախության համար, վրացահայերը իրենց տարածքային ամբողջականության համար, եւ մի երկու կողմից էլ հայ է զոհվել, եւ այս կողմը հասել է գծից այն կողմ իմ թշնամին է չի կարող ասել, դե հայն է իմ հարազատն է, ինչ հարազատի իրար վրա կրակում են, մեկը մեկի տուն ա մտել, ինչ հարազատի մասին է խոսքը, բայց մեզ համար սա հայրական տուն է, չէ, նրա համար էլ, մեր սիրտը ցավում է նրա համար էլ, կարող ենք ասել, այս քաղաքականությունը նա է սխալ վարում կամ այն մեկն է սխալ վարում, դա ուրիշ խնդիր է, բայց երկու կողմից էլ հայ է զոհվում, փորձել ենք հեռու պահել, որ հանկարծ վաղը մյուս օրը մեր ազգին չմեղադրեն դրա մեջ, որ ասեն այ դուք պաշտպանում եք այս ագրեսիվ քաղաքականությունը, դուք ոգևորում եք, առավոտից իրիկու Մարգարիտա Սիմոնյանի ասածը, որ Կիևը կգրավեն 2 օրում, դե այմա դե Ուկրաինան ինչ այս կողմ մեկում տարածում են բոլոր ռուսներին իրար հետ գումարած, մենակ իր ասածը դրանց բոլորի չափ տարածում են ինչի համար, որտեվ պետք է վաղը մյուս օրն ասեն այ դուք էիք մեղավոր, դուք էիք ոգևոր, հերիք չի դուք էիք գնում են, կռվում են, զոհվում են, հերիք չի դուք էիք գնում, ինչու էիք դուք ոգևորում, եթե չէիք հասկանում ինչա տեղի ունենալու, ինչի էիք մեր երեխեքին տանում կոտորում, իսկ նաև դրա հետ կապված ինչ եմ ուզում ասեմ, որ դուք պատկերացնեք, այո Ուկրաինան դրած իր տարածք մտած բոլորին իդենտիֆիկացնում է, վաղը մյուս օր ինքը հստակ պետք է իմանա ով էր օկուպանտը, որ մտել է իր տարածք ու չմտածեք, որ ասեք վաղը մյուս օրը մենք պետք է ասենք, մենք հրաման կատարող ենք եղել, մեզանից ինչ եք ուզում, կամ էլ թե չէ, էտով ա դնում շարքային զինվոր դատում։ Այո, եթե նայենք աշխարհի ամենաարյունալի պատերազմը, Նյուրնբերգյան դատավարության ժամանակ զինվոր չեն դատել, այո, բայց տարբերությունը էական է, բերեք դա էլ հասկանանք, ես պարբերաբար այդպես բաները բացատրում եմ, օրվա ինֆորմացիան մենք պարտադիր ամեն օր քննարկում ենք, բայց եւ միևնույն ժամանակ այդ օրվա ինֆորմացիայի տակը բազա պետք է լինի, որ հաջորդ օրվա ինֆորմացիան նաեւ կարողանանք մարսել, բերենք ամեն մեկը դարակներում իրար տեղը դնենք ու հասկանանք ինչ է կատարում։ Այո, Նյուրնբերգյան դատավարությունը 24 մարդու են դատել, որ այդ 2 հոգին հեռակա, 12 հոգու մահապատիժ են որոշել, որ այս մեկը մինչև մահապատիժը մեռավ, մեկին էլ հեռակա։ Այո, բարձր հոդվածներ են տվել, այո, ճիշտ է, այդպիսի ահասարսուր պատերազմի մեջ, որ եղել է կոլեկտիվ դատական համակարգը միջազգային դատարանի առաջի օրինակը, հենց Նյուրնբերգյան դատավարությունը, եկել են բոլորով հավաքվել են, նստել են, որոշել են, այս մեկին մահապատիժ, այս մեկին ազատ արձակել եւ այլ եւ այլ։ Բայց ուրիշ խնդիր կա։ Գերմանիա պատերազմ էր հայտարարել։ Եվ Գերմանիայի քաղաքացին ասում է, ես ինչ կարող էի անել, ինձ տարել են կռիվ, ես էլ գնացել եմ։ Կարող է համաձայն լինեի կամ չէ։ Համաձայն չլինեի կգնդակահարեին, կակսորեին։ Իմ պետությունը պատերազմի մեջ է։ Նույնիսկ այդ պարագայում փորձել են հրաման տվողները դատեն։ Բայց այս պատերազմի հետ կապված դա այդպես չի։ Այս պատերազմի հետ կապված Ռուսաստանի իշխանություններն ասում են արի պայմանագիր կնքի, որ դու համապատասխան գումարի դիմաց գնալու ես մարդ սպանես։ Դու չես կարող ասել, որ ես զոռով եմ գնացել։ Ինձ զոռով են տարել, դու փաստաթուղթ ես ստորագրել։ Փաստաթուղթ ես ստորագրել, որ ես համաձայնվել եմ այսինչ գումարի դիմաց գնամ մարդ սպանեմ։ Դու այդ հոդվածը վերցրել ես վրատ։ Ցանկացած ով այդ սահմանը հատել է, մտել է Ուկրաինայի տարածք, նա արդեն այդ հոդվածը վերցրել է իր վրա։ Չհամեմատեք պատերազմի ժամանակ Ռուսաստանը այսօր պատերազմ չի հայտարարել Ուկրաինային եւ չի էլ մոբիլիզացիա հայտարարել, կանոնավոր բանակն էլ Ուկրաինա չի մտցրել։ Ամեն հատ մարդը պատասխան է տալու։ Հազարավոր հայեր գնացին կոտորվեցին,
Տասնյակ հազարավոր հայեր էլ դատելու են վաղը մյուս օրը։ Պետք է ասեն արի տեսնեմ դու ինչի ես մտել փողի դիմաց ուրիշի տուն։ Ինչի հետ եք համեմատում։ Համեմատում եք Գերմանիայի պատերազմի հետ, որ այնտեղ զինվոր չեն դատում։ Ստեղ զինվոր դատելու են։ Բայց ձեզ փորձել ենք հեռու պահել, հետևողականորեն բացատրել, որ այո, եթե ժողովուրդը պատերազմի ժամանակ գնացել է նորից Պուտինը ընտրել, նա վերցրել է այդ պատերազմի բեռը իր վրա, ասել է այդ պատերազմը ես խրախուսում եմ, Պուտինը ճիշտ է արել, բայց որևէ մեկը ամբողջ ազգին չի դատում։ Նյուրնբերգում Գերմանիայի ազգին էլ չեն դատել։ Ազգին չեն դատելու, բայց դրա փոխարեն դատելու են աչքի ընկնող ներկայացուցիչներին, որովհետև շատ հեշտ է ուրիշի վրա գցելը։ Չէ, կարող է կարծում եք, որ Պուտինին նույնիսկ եթե իր մերձավոր շրջապատը մի կողմ նետի, ինքը մեղքը գցելու է, ասի ամբողջ ռուս ժողովուրդը մեղավոր էր։ Ոչ, ժողովուրդը մեղավոր է ման գալու։ Ասում է դուք չէիք չեչեններ, բայց ձեր անկախության համար կռվում էիք։ Հետո ինչի գնացիք Ուկրաինա, գնացիք անկախության համար կռվող մարդկանց տները քանդեցիք։ Այո, նրանց ասելու են։ Հա, կարող է ասեն դե լավ, դե մեր պետության հանձնարարությունն էին կատարում։ Հայը ինչ է ասելու, որը Հայաստան ունի, հայրենիք ունի, ինչ է ասելու, որ ոգևորված պետք է ասեն հայկական բատալյոն էիք ստեղծում, ինչի համար էիք ստեղծում, որ ցույց տակ, որ տեսեք, մենք գնում ենք, կռվում ենք։ Հայ առաքելական եկեղեցին ձեզ ինչի համար էր օրհնում։ Դուք պատկերացնում եք ինչեր եք ձեր վրա հավաքել։ Այս տարիների ընթացքում քանի անգամ այդ թեմային անդրադարձած կլնեմ, որ ասել եմ ժողովուրդ ջան, հասկացեք, ուշքի եկեք, ինչ են անում։ Նույնիսկ ամենածանր հանցագործին էլ փաստաբան են տալիս նրա շահերը պաշտպանելու։ Իսկ համայն հայության հայրենիքը դա համարեք, որ քաղաքացիական այդ փաստաբանն է, որ պետք է պաշտպանի իր զավակին։ Բայց պաշտպանելու մեջ նաև մտնում էր ձեզ բացատրեինք, որ ասում էինք ինչ եք անում, ինչ եք ձեր վրա վերցնում դա։ Այո, ես եթե խոսում ենք նաև Նյուրնբերգի հետ կապված, նաև ուզում եմ նաև բաներ կա պատկերացնենք, այն որ շատ դեպքերում վարվող քաղաքականության հետ կապված մարդիկ մտածում են, դե լավ, դե արտաքին գործերի նախարար անշարժ մարդ է, համի ինչ է անում, էլի, այսինքն հո իրանից չի կախված։ Այդպես որոշներ միջազգային դատարանը, մի քանի երկրի կողմից կազմված դատարանը, ինչեր որոշում կայացնում եւ Գերմանիայի արտգործնախարարի Յոահիմ ֆոն Ռիբենտրոպին դատապարտեր կախաղան։ Ինչի՞։ Բայց չէր ասի, դե լավ, այդ մարդու արածն ինչ է, բանակցություն էր վարում էլի։ Այո, երբ որ շատ դեպքերում ասում են, որ վարվող քաղաքականության արդյունքն է հանգեցնում պատերազմի կամ հանգեցնում պարտության եւ այլ, նրա մեղքը այդ ամեն ինչի մեջ մահապատժի աշճանի է, ու որպեսի պատկերացնեք, բա եթե մահապատժի աշճանի է, կարող է մնացած բոլորին նա այդպես ոչ։ Ռազմական արդյունաբերության նախարարի ու սպառազինության Ալբերտ Շպեերին 20 տարի տվեցին։ Դե բարձր ժամկետներով դատվածներն գնացին արևմտյան Բերլինի Շպանդաուի բանտում էին, չէ՞ նստում, որտեղ այդ 4 երկրների ռեժիմով դրանց դատը 20 տարի ինքը գնաց զանգից զանգ, ինչպես ընդունված է ասել, նստեց, բայց նրան ոչ մեկը չհամարեց, պետք է մահապատժի ենթարկել, բայց արտգործնախարար Յոահիմ ֆոն Ռիբենտրոպին կախաղան բարձրացրեցին։ Սա ուղղակի նրա համար, որ պատկերացնեն։ Այո, եւ նաեւ եղել է անհատական մոտեցում։ Յալմար Շախտը բանկիր ֆինանսիստ, որը որ ինքն էր ֆինանսավորում։ Շատ-շատերն ասում էին Շախտի ֆինանսավորումը աջակցությունը չլիներ, Գերմանիան հենց ոտի չէր կանգնի, որ պատերազմի գնար։ Բայց ի զարմանս շատերի հենց տեղում որոշեցին նրան ազատ արձակեն, անմեղ ճանաչեցին։ Իհարկե մենք մի քիչ ավելի բան հասկանում ենք, թե դա ինչի տեղի ունեցավ, բայց այդ պահին կարող է շատերը գլխի էլ չընկան, թե ոնց եղավ։ Այո, ինքը դանիական ծագում ուներ։ Հայրը գնացել էր Ամերիկայի քաղաքացիություն էր ստացել, հետո գործերը չստացվելուց հետո եկել էին Գերմանիա, Յալմար Շախտը ծնվել էր Գերմանիայում։ Բայց կարող է ըստ երևույթին Ամերիկայի հետ կապված կարող են իր վրա դուրս գային։ Եվ պատահական չէր, որ Գերմանիայի թալանած շատ-շատ ոսկի եւ շատ-շատ հարստություններ շատ պատահաբար հայտնվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ անվտանգ չէր Եվրոպան։ Իսկ դրա հետ կապված բավական լուրջ էական դերակատարություն ուներ Յալմար Շախտը։ Այսինքն նրա մատուցած ծառայությունը, թե չէ եթե նա անմեղ էր, այդ ամբողջ այդ դավթարը, որ վրան հավաքել էին, բայց այդ չէին հավաքել, դատարանում իմացան, որ անմեղ է։
Չէ, ուղղակի հասկացան, որ ինքը մի հոգու չի, որ ծառայություն ա մատուցել։ Ես ինչ եմ ասում, որ այս ամեն ինչը երբ որ նայում ենք, իդեպ նաև բարբերաբար հիշացնում ենք, որ նաև ժամանակի անցնելուց հետո մեկ էլ հանկարծ մարդիկ կարոտով են հիշում նացիզմը, ֆաշիզմը եւ այլ, պետք է այդ ամեն ինչը վերջնական գնահատական տրվի, որովհետեւ Ռուդոլֆ Գեսին, որին ցմա էին դատապարտել Նյուրնբերգյան դատավարությունը, որ ասում է Շպանդաուի բանտում նստած էր, մինչև 1987 թվականը ապրեց, 93 տարեկան էր, չէր մեռնում, բայց խոսում են, որ թունավորեցին մեռավ, չնայած ասում են տարիքը մեծա չէին կասկածի, որ թունավորել են, բայց թունավորել ինչի համար, որտեվ այդ սերունդը, որը որ նոր էր ծնվել, հիշողության մեջ կար, այն գեստապոյականների համազգեստը գեղեցիկ, չգիտեսին, շարքով քայլեցին, գնացին, գրավեցին այս կողմ այն կողմ, մի հատ էս կարոտ էր մոտներն առաջացել եւ նացիստական հերոսներին կամած սկսել էին հերոսացնել։ Եվ դրա համար ասեն, այ մար շուտ արեք, այս մարդուն տանք սպանենք, որովհետև այդ մի հատ կալանավորի համար բանտը պահվում էր, քանի թեկուզ մի կալանավոր կար, պահվում էր, 87 թվականին Ռուդոլֆ Գեսը մահացավ, բանտը քանդեցին, դրա տեղը առևտրի կենտրոն սարքեցին, որ հետքը կորցնեն, որ որևէ մեկը մտքի ծայրով անգամ չանցնի, որ գա այդտեղ եւ հերոսացնեն եւ գան հարգանքի տուրք մատուցեն հերոսներին, որովհետեւ անգամ այդ ծանր այդ ամեն ինչից դուրս գալուց հետո մարդկանց մեջ այդ ին հիշողությունը մնում է, դժվարություններն անցնում է, ոգևորված են նայում պատերազմին։ Դրա համար այս ամեն ինչի հիշացնում ենք նրա համար, որ ամեն օր պետք է հասկանանք ինչի առաջ ենք մենք կանգնած եւ պատահական չի, որ Ուկրաինայի հետ կապված երբ որ ասում ենք այս ամեն ինչը, հիմա դուք տեսեք, մենք ինչն ենք ասում, լավ, մեռան բացատրելով Ուկրաինան այս բանը լավ չարեց, այն չարեց, չէ։ Ես ինչի եմ դա բարբերաբար հիշացնում, որովհետև դեռ Հայաստանում կան մարդիկ, ովքեր անընդհատ ցանկանում են, ասեն, դե լավ, այնուամենայնիվ իրանք մեղավոր էին, լավ, ում համար եք դա ասում։ Հիմա դուք տեսնում եք ինչա կատարվում։ Տեսնում եք ինչպիսի ծանր հարվածներ ա ուտում Ռուսաստանի տնտեսությունը, տեսնում եք ոնց է շարքից անում նավթավերամշակման գործարանները, տեսնում եք ոնց է լցակայանները շարքից անում, տեսնում եք ոնց է երկիրը պարալիզում, ուշադրություն դարձրեք։ Խորհրդային միությունում երբ որ սկսեց դեֆիցիտը, հատկապես վառելիքի դեֆիցիտը, դա հանգեցրեց երկրի փլուզման, բայց խորհրդային միությունը համայնավարական պետություն էր եւ դեֆիցիտին սովոր էր։ Խորհրդային միությունը դրան սովոր էր, բայց բենզինի վառելիքի, որով պայմանավորված էր արդեն ամբողջ տնտեսությունը պարալիզվելը, այլևս խորհրդային միությունը չդիմացավ դրան։ Ռուսաստանը ավելի քիչ ժամանակում է քայքայվելու, չի դիմանալու դրան։ Բա դա ենք զգուշացնում, ու պետք չի ասել ով էր ում հանդեպ մեղավոր։ Վերջապես մեկ անգամ եւս հիշացնեմ, որ հանկարծ արևմուտքին դավադրապաշտական, չգիտեք ինչեր են մեղադրելու մեջ։ Եթե 1994 թվականի դեկտեմբերի 5-ին եղել է Բուդապեշտի մեմորանդումը, Բուդապեշտի մեմորանդումի նպատակը ո՞րն էր, որ Ուկրաինան, որը համապատասխան փաստաթղթերը ստորագրել էր Ալմաթիից սկսած 91 թվականին, բոլոր փաստաթղթերը ՄԱԿ-ի, որ ես չեմ ցանկանում լինեմ միջուկային տերություն, պատրաստ եմ միջուկային զենքը տամ Ռուսաստանին։ Ռուսաստանն էլ երաշխավորում էր նրա տարածքային ամբողջականությունը։ Բա հարց է ցակում։ Բա քանի անգամ բացատրենք ժողովուրդ ջան, բա եթե արևմուտքը ցանկանում էր Ռուսաստանի խեղճացրած տեսներ, 91 թվականին քանդված Ռուսաստանը, 94 թվականին Ռուսաստանին, ինչի էր դիտարկում իր ավելի կարևոր գործընկեր, որ ավելի լավ է այս ամբողջ միջուկային զենքը կենտրոնացնենք Ռուսաստանի ձեռքը։ Չէր մտածում, որ Ռուսաստանը դրանից հետո փորձելու է վերականգնել խորհրդային միության հավակնությունները։ Ինչի չէր ցանկանում, որ ընդհակառակը Ռուսաստանին, որը որ թուլացած էլ մնար։ Ով պետք է արևմուտքին մեղադրեր միջուկային զենքի չտարածման մեջ, որոշողը իրանք չէին։ Քանի երկիր էր այդ որոշում կայացնողը։ Ինչի այդ առիթը չօգտագործվեց։ Բելարուսում կար, Ուկրաինայում կար, Ղազախստանում կար։ Բայց չէ որ մենք խոսում ենք, որ համաձայնության հետ կապված, այսինքն իդեմս Ռուսաստանի տեսել են գործընկեր ավելի կայուն, ավելի հուսալի գործընկեր, որ ավելի լավ է Ռուսաստանը լինի, քան թե Ռուսաստանին թուլացնելու համար, գնանք ձեռքերս տնենք այն փոքրերի վրա։ Եվ պատահական չէր, այո, Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից ստորագրեց Բիլ Քլինտոնը։
Մեծ Բրիտանիայի կողմից վարչապետը Ջոն Մեյջերը, Ռուսաստանի կողմից Բորիս Ելցինը, Ուկրաինայի կողմից Լեոնիդ Կուչման, բայց չմոռանանք, դրանից մի օր առաջ Չինաստանի նախագահ Զյան Զեմինը նամակ ուղարկեց դեկտեմբերի 4-ին, ասեց ես էլ որպես միջուկային պետություն խրախուսում եմ տարածքային ամբողջականությունը երաշխավորում ու այդ օրը փաստաթղթերն էլ տվեց, եթե մի օր առաջ էր Զյան Զեմինն ուղարկել Ֆրանսուଆ Միտերանը Ֆրանսիայի նախագահ հենց այդ օրը ամսի 5-ին տվեց թղթերը, ասեց մենք էլ ենք տեր որպես միջուկային տերություն։ Այդ ամբողջը բան չի, որևէ մեկը չցանկացավ, որ Չինաստանը մտածեր ավելավա ձեռս դնեմ Ղազախստանի վրա, թող Ղազախստանը միջուկային զենք ունենա, Ռուսաստանին է խեղճացնենք, մանավանդ ինքը միշտ տարածքային հավակնություններ ա ունեցել Ռուսաստանի նկատմամբ, այն ժամանակ էլ ա ունեցել, հազիվ Ռուսաստանը թուլացած էր, բան չի չարեց, արևմուտքը մաքուր եվրոպական երկրներ, մաքուր եվրոպական լաաշխարհագրությունը նայեք, Բելարուս, Ուկրաինա, ինչի չհամաձայնվեցին, որ այդ երկուսին իրանց ձեռքի տակ քաշեն, թուլացած Ռուսաստանը ինչ էր անելու, ում դեմ էր դուրս գալու։ Ինչ էր անելու։ Ամերիկանը չէր ֆինանսավորում, որ այդ զենքը տեղափոխվեր Ռուսաստան։ Ինչքան կարելի է փաստերն աղավաղել, ասել արևմուտքը բզբզեց, արևմուտքը այսպես արեց, արևմուտքը քանդեց եւ այլ իրանք արեցին։ Իրանք ամեն ինչ արեցին ու այդ ամբողջ զենքը հավաքեցին, խորհրդային միության ամբողջ արսենալը տվեցին Ռուսաստանին։ Չէին մտածում, որ դրանով Ռուսաստանի դերակատարությունը մեծանալու է։ Բայց ամեն ինչը մեր հայրենակիցներին չենք բացատրում։ Բացատրում ենք, որ ժողովուրդ ջան, լավ, ենթադրենք դուք ասում եք մնացինք մեր կարծիքին։ Չէ, մենք չենք ընդունում Ուկրաինան, չէ, մենք Ռուսաստանի կողմից ենք, հետո վաղ ով է դրա պատասխանը տալու։ Դուք եք մտածում մեր Ռուսաստանի հայրենակիցների մասին, որոնց ուղղակի դնելու են դատեն։ Բառից բուն իմաստով։ Հաթաթ հիշացնելու են ամեն ինչը։ Այն ինչ որ երբ որ ես ասել եմ հերի քայլի չի եք այդ ամեն ինչի մասին ասում, որտեվ այդ ամեն ինչը հիմա ձեր աչքի առաջ է տեղի ունենալու։ Հիմա մենք այդ արդյունքում ունենալու ենք այո նոր աշխարհակարգ։ Այդ արդյունքում մենք հիմա տեսնում ենք, որ Ռուսաստանի հետ կապված մեր առևտրի հետ ինչ խնդիրներ ենք ունենալու։ Տեսնում ենք, որ նույնիսկ եթե իրանք համաձայնվեն էլ մենք խնդիր ունենք։ Ինչի՞ չեն բա այդ ամեն ինչը անկեղծորեն ասում։ Ինչի՞ չեն ասում ժողովուրդ ջան, հասկացեք, այսօր նույնիսկ իրանք չեն կարողանալու բերքը հավաքել։ Դուք հասկանում եք, որ ամենամեծ հացահատիկ արտահանող երկիրն է Ռուսաստանը։ Հասկանում եք, որ բերքը չի կարողանալու հավաքի։ Հասկանում եք դա ինչ է առաջ կանգնելու։ Ում եք պաշտպանում, ես չեմ հասկանում։ Բայց գիտեք ինչքան Ստապ մտածող մեր հայրենակիցներ ենք ունեցել Ռուսաստանում, որոնք պարբերաբար տարիների ընթացքում գրել են, ասել են, ինչքան ուզում է փորձեն մեր ուղեղը լվանան, մենք հո հիմար չենք, մենք չենք հասկանում ինչա կատարվելու։ Այն ժամանակ, երբ որ Մոսկվան չէին հրթիռակոծում, Մոսկվային դրոնով չէին խփում։ Այն ժամանակ, երբ որ պատերազմը չէր տեղափոխվել Ռուսաստանի տարածք, բայց այնտեղ կային ստապ մտածող մարդիկ, բայց այսօր ամեն ինչ արվում է համատարած բոլորի վրա այդ ստվերը գցել։ Ռուսը պատասխան չի տալու, պատասխանը մեզանից է պահանջելու, հետո շուռ եք գալու ասեք, լավ չբացատրեցիք, այն մարդ անենց բացատրեիք հասկանայինք էլի, չէ ժողովուրդ ջան, ինչքան ի վիճակի ենք այդքան ենք բացատրում, մեր համեստ ուժերի ներածի չափով, մեր հնարավորությունների ներածի չափով, այ դուք մտածեք, թե ոնց են կարողանում ձեր գլխին սարքեն, ոնց են կարողանում ոգևորեն, որ հայկական փառասիրությամբ հայկական գումարտակ ունենաս, որը գնա Ուկրաինայում կռվի եւ հայ առաքելական եկեղեցին էլ մարդասպանին օրհնի։ Ոնց են կարողանում ձեր խելքը ուտեն, ժողովուրդ ջան։ Սա ենք բացատրել, սա ենք ասել։ Իսկ այն ժամանակ ասում են միջուկային տերություն Ռուսաստանն է պարտվելու։ Իսկ խորհրդային միությունը միջուկային տերություն չէ։ Այդ Ռուսաստանը, որ միջուկային որպես տերություն խոսում եք, խորհրդային միության միջուկային արսենալի հույսով չեք խոսում։
Բայց չի խորհրդային միությունը չկարողացավ դրան դիմանալ, որտեղ դե մինչև հիմա ձեզ թվում է, թե որևէ մեկը Ռուսաստանի միջուկային զենք օգտագործելուց վախենում է։ Ռուսաստանը չի կարող դա օգտագործի, մեռանք բացատրելով, բայց այդ բանով կարողացել են խաբել եւ մարդկանց ուղակի տանեն կոտորեն։ Հիմա էլ են տանում։ Մի բան էլ ասեմ, սեպտեմբերի 20-ին լինելու է իրանց մոտ Գոսդումայի ընտրությունները, Պետդումայի ընտրությունները։ Մինչև Պետդումայի ընտրությունները ռիսկ չեն անի մոբիլիզացիա անեն։ Ռիսկ չեն անի, որտեղ դա կառաջացնի շատ լուրջ դժգոհություններ։ Իսկ եթե մինչև այդ մոբիլիզացիա չեն անում, փորձելու են դա անել ընտրություններից հետո։ Ընտրություններից հետո մինչև մոբիլիզացիան արեցին, մինչև այս կողմ, մինչև այն կողմ Արջևում ձմեռա շատ անբարենպաստ պատերազմի համար, հատկապես հիմա արդեն Ռուսաստանի համար, ոչ այդքան Ուկրաինայի համար։ Այսինքն դուք հասկանում եք, այս պատերազմում, եթե նույնիսկ տեխնիկապես Ռուսաստանը կարողանա մի քիչ ձգի այս պատերազմը, մոբիլիզացիան չի անելու ընտրություններից առաջ, մոբիլիզացիան անելու ընտրություններից հետո, որը որևէ արդյունք չի տալու պատերազմի այս թաթերաբեմին։ Ու այս ընթացքում ինչ է ալնելու, անմեղ մարդկանց տանելու են կոտորում, չեք տեսել, որ սահմանները փակում են, որ դուրս չգան, որ հանկարծ մինչև մոբիլիզացիա հայտարարելը երկրից դուրս չգան, դրանց մեջ քանի հայ կա, որ սուսուփուս ձենները դուրս չի գալի, սուսուփուս գնում են մեռնեն, փառասիրության համար էլ մեռան, պարզադրեցին, պայթեցրեցին Արբատը, որ ասում եմ հայկական բատալյոնը հիշում եք, բայց սուսուփուս մեռնողներ էլ կան, չէ՞ որ ամաչում են ցեն հանեն, հաշվել եք քանի հոգի են, բան չի չեք հաշվում, որովհետև նրանք հերոս չեն, պատերազմի մասնակցի կարգավիճակ չեն ստացել, նրանք ընդհանրապես վարձկաններ են, մեր դա ինչին է պետք, բա ձեր մասին մտածելու համար ենք ասում, կարելի է կարծել իմ համար եմ ասում, ձեզ համար եմ ասում, որ այսօր այս ամեն ինչի առաջ են կանգնում, մինչև այդ հարվածը չգար հասներ Մոսկվային, չպետք է իմանայիք, որ ինչ է կատարվում, բայց չէիք մտածում, այս մարդիկ իրանց ում համար էին ճղում, որ սխալ պատերազմա դա, ում պատերազմն եք առաջ տանում, իսկ հիմա դուք հասկանում եք այն փակուղին, որը առաջ կանգնած է, եւ վաղ եմ ուսորը մտածում ենք Հայաստանն էլ դեռ պետք է մի հատ էլ առևտրատնտեսական հարաբերությունները վերականգնի ու շարունակի Ռուսաստանի հետ։ Այո, այսօր Եվրամիությունը նոր փաթեթ է պատրաստում։ Այո, այսօր Եվրամիությունը մտածում է, որ այլ հարցերում կիբեր հանցագործության հետ կապված, տարբեր հարցերի հետ կապված Հայաստանին օգնի։ Էլ ինչ անենք։ Տեղից էլ տեսնում եք, որ մեր իշխանությունները այդ կողմ չեն գնում։ Գոնե մենք հասկանանք, որ այս վիճակից փակուղուց դուրս գալու մի ձև կա, այդ է ճանապարհը։ Ոչ Ադրբեջանն է, որ տեսնում եք չի ուզում Հայաստանը գնա Եվրոպա, ոչ Թուրքիան է, որը չի ուզում, ոչ Իրանն է, ոչ Ռուսաստանն է։ Մենք ենք ուզում, ժողովուրդ ջան։ Մեր իշխանություններն էլ չեն ուզում, մենք ենք ուզում։ Սա մեր կռիվն է, մեր երկրի ապագան է։ Մեր երկրի ճակատագիրն է։ Դե ինչ Այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։